Եթերում իրավունք և պահանջատիրություն հաղորդաշարն է։ Այսօր հաղորդաշարի մեր հյուրն է հարգարժան ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ պարոն Եղնուկյանը, Կարո Եղնուկյանը։ Բայց նախքան հաղորդման անցնելը, նախ ասեմ, խնդրում եմ դրեք ձեր հավանությունները ալիքին, ակտիվ մասնակցեք ձեր հարցերով եւ իհարկե տարածեք որպեսի այս հետաքրքիր հաղորդումը եւ շատ կարեւոր հաղորդումը հասանելի լինի մասսաներին։ Եվ հետո ուզում եմ ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Բևեռը կազմակերպել է դրամահավաք օգնելու բանտում գտնվող մեր հերոսներին, սասնածառերին։ Մեր ընկերները սասնածառերը բանտում են Նիկոլի ռեժիմի քաղաքական հաշվեհարդարի հետևանքով, բայց անգամ ճաղերի ետևում նրանք շարունակում են պայքարել մեր ազատության, արժանապատվության եւ Հայաստանի ազատության ու անկախության համար։ Մեր պարտքն է կանգնել նրանց կողքին։ Նրանց դատական, բժշկական, բանտային առօրյա ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է կարճ ժամանակում հավաքել $12,000, որը դուք արդեն սկսել եք, սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ այս դրամահավաքը շարունակվում է եւ հղումը կդրվի հաղորդումից հետո հղումը կդրվի ներքևում, կարող եք գնալ այնտեղ լինկը եւ անել ձեր նվիրատրությունը։ Յուրաքանչյուր աջակցություն, մեծ թե փոքր, ոչ միայն նյութական օգնություն է, այլ նաեւ վկայություն, որ սասնածռերի պայքարը շարունակվում է եւ որ ժողովուրդը կանգնած է սասնածռերի կողքին։ Ուրեմն ինչպես ասեցի, հաղորդման հյուրն է պարոն Եղնուկյանը։ Ողջույն պարոն Եղնուկյան։ Շնորհակալություն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հյուրընկալելու համար։ Առանց երկարացնելու պարոն Եղնուկյան, գիտեմ, որ դուք էլ ունեիք դատավարություն ծռերի հարցով վերջերս։ Կուզենայի, որ մի քիչ խոսեինք հենց ծռերի դատավարությունների մասին եւ ձեր դատավարության մասին, ինչ է կատարվում, ինչ ընթացքի մեջ է հիմա դա։ Ուրեմն ծռերի խումբը սկզբից մեկ խումբ էր, 30 քանի հոգի չեմ հիշում, 32 թե 33, հետո այդ 33 հոգին, որոնց մեջ մտնում էին 4 հոգի, որոնք որպես աջակից, փաստորեն մնացածը ակտիվ մասնակիցներ, այսպես ասած մենք ասում ենք ովքեր որ ՊՊՑ գունդ են մտել եւ 4 հոգի աջակից օժանդակողի մեղադրանքով։ Ես այդ 4-ից մեկն եմ, որպես օժանդակող աջակից, ինձ ձերբակալել են 17-ին էին մտել ՊՊՑ գունդի, ինչպես գիտեք, ինձ ձերբակալեցին 18-ին հաջորդ օրը, բայց հետո բաց թողեցին, քանի որ ուզում էին ավելի, այսպես ասած, շակերտների մեջ ավելի լավ գործ կարեն վրես։ Դրա համար ամսի 18-ին գնացին դատարանից սանկցիա վերցրեցին, որպեսզի ինձ գաղտնալսեն։ Նորից շակերտների մեջ օրինական, որովհետև մինչև այդ անօրինական էին գաղտնալսում, եւ այս անօրինական գաղտնալսելու հանգամանքը Հայաստանում ինչպես գիտեք, շատ տարածված բան է, այսօր սրբազանների հետ կապված եւ այլն բոլոր այդ գաղտնալսումները, որոնք բոլորը անօրինական են։ Մի խոսքով 18-ին ձերբակալեցին, հետո բաց թողեցին, 18-ին 6 ժամ հետո, 19-ին վերջնականապես արդեն դատական սանկցիայով դատարանի կողմից խուզարկության եկան մեր տանը եւ ինձ ամսի 19-ին ձերբակալեցին ու որպես աջակից։ Հետո այս մեծ խումբը 30 քանի հոգի բաժանեցին 3 մասի, 3 խմբի։ 3 խմբից մեկի մեջ ես եմ, 3 խմբից մեկը, որտեղ Վարուժան Ավետիսյանն է եւ մյուս տղաներն են, որ հիմա բանտում են, այդ խմբի դատական process-ը իրենք միտումնավոր արագացրեցին։ Այստեղ պետք է հասկանանք, թե Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ինչ խաղ է խաղում։ 3 խումբ բաժանելով ամեն մի խմբին իրենք տարբեր մոտեցում ունեին։ Վարուժան Ավետիսյանի խմբին արագացրեցին,
փաստերը խեղաթյուրած, ոչ մի փաստ էքսպերտիզայով նորից չքննվեց, չնայած որ կասկածելի հանգամանքներ կային, բայց իրենց նպատակն էր, որ այդ խումբը, որտեղ Վարուժան Ավետիսյանն է, այդ խումբը շուտ դատավարությունը որոշեն ու բանտ ուղարկեն։ Այդպես էլ արեցին, վճիռը կայացրեցին, վերաքննիչով բողոքը շատ արագ մերժեցին, վճռաբեկը նորից շատ արագ մերժեց, նպատակը որպեսի մայիսի 28-ին մեր մայիսի անկախության օր 28-ին տղաներին ձերբակալեն եւ մայիսի 28-ին առավոտ շուտ գնացին եւ ձերբակալեցին։ Նիկոլ Փաշինյանը իր եղբոր Ալիևի հետ միասին ունի, այսպես ասած, ամսաթվերի հետ սեր եւ ուզում է որ ամեն մի ամսաթիվը համընկնի մի դեպքի հետ, որպեսզի ավելի մեծ էֆեկտ ունենա։ Այնպես որ մայիսի 28-ին։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս խմբին, երկրորդ խումբը ասենք, այդ երկրորդ խմբում նորից ամեն մի խմբում մի 10-11 հոգի են, երկրորդ խումբը արդեն եթե չեմ սխալվում 6-րդ թե 8-րդ դատավորն են փոխում, մեր խումբն էլ հակառակն էին արել, այն դատավորը, որ առաջի օրվանից սկսել էր գործը 16 թվին, նույն դատավորն էր մինչև վերջերս, Արտուշ Գաբրիելյան կոչվող դատավորը։ Մեր խմբում էլ ուրիշ տակտիկա բռնեցին։ Մենք արդեն հասել էինք այն էտապին մեր խմբում, որ համաներումը, որը 8 թվին էր կարծեմ, թե 18 թվին համաներումը, որ եղավ օրենքով, որը պահանջում էր, որ 3 ամսվա ընթացքում համաներումը կիրառվի, իրենք օրենքը խախտելով համաներումը չկիրառեցին Սասնա Ծռերի նկատմամբ 3 ամսում, ասելով, որ քանի որ այդ համաներման օրենքը հակասահմանադրական էր եւ ես նույնիսկ ասում եմ, որ նա երկնակի հակասահմանադրական էր։ Ինչ եմ ուզում դառնով ասել, խտրական մոտեցումը մի խումբ մարդկանց կամ մեկ հոգու նկատմամբ, դա սարքում է այդ համաներումը հակասահմանադրական։ Եվ ինչ էին արել իրենք այս համաներման մեջ։ Համաներման մեջ հատուկ Սասնա Ծռերի տղաներին, այս ով որ դատվում էր, մտցրել էին համաներման մեջ հատուկ անունը չտալով, բայց ամսաթվով եւ դեպքով նկարագրելով, ասում էին ամսի 17-ին, հուլիսի 17-ին դեպքերի եւ այլն ՊՊՑ գնդի գրավման հետ կապված նրանք մտնում են այդ խմբի մեջ։ Հետեւաբար իրենք փաստորեն ճակերտների մեջ ասած լավություն են անում Սասնա Ծռերին մի կողմից եւ մտցնում են համաներման տակ, խախտելով սահմանադրությունը, որովհետեւ դա փաստորեն խտրական մոտեցում է, մեզ փաստորեն Սասնա Ծռերին ավելի լավ են վերաբերվում, քան թե մնացած ուրիշներին, բայց մի ձեռքով տալիս են սա, մյուս ձեռքով ինչ որ տվել են հետ են վերցնում եւ ինչպես են հետ վերցնում, դա էլ է հակասահմանադրական, որովհետեւ դա էլ է խտրական մոտեցում։ Հետո էլ ասում են, որ այո, մենք Սասնա Ծռերին մտցնում ենք համաներման տակ, բայց եթե որևիցե մի տուժող դեմ լինի այդ համաներումը կիրառելուն, ուրեմն չենք կիրառում համաներումը եւ չենք կիրառում բոլորի վրա։ Հետեւաբար ինչ արեցին իրենք Վարուժան Ավետիսյանի խմբին 11 հոգի ներողություն, ուրեմն Օսիպյան կոչված ոստիկանապետը հայտնի եւ Եղիազարյանը, որոնք համարվում էին պատանդ, նրանք եկան դատարան եւ ասեցին, որ իրանք դեմ են։ Այս օրենքի խայտարակությունը նաեւ նա էր, որ դատավորը չէր հարցնում, թե ինչու ես դեմ, եթե պատճառաբանությունը լավ է, լավը չէ, կարևոր չէր, դեմ է եւ վերջ։
Եվ այդպես էլ եղավ, դեմ լինելով, համաներումը այդ խմբին չկիրառվեց։ Բայց բարեբախտաբար ամեն մի դատական process-ը, ինչպես ասի, 3 հատ դատական process, մեկի գործողությունը մյուսի վրա չի ազդում, մյուսը առանձին է աշխատում։ Հետևաբար մեր խումբը այս վերջի 8 տարվա ընթացքում, ինչ 17 թվից դատավարությունը գնում է, 8 տարվա ընթացքում մենք կարողացանք այնպես անել մեր խմբում, որ տուժող կոչվածները, քանի որ չէին ուզում դատարան գային եւ շատ դժվարություն ուներ դատարանը նրանց դատարան բերելու, որպեսզի ցուցմունք տան, հարցը ուղարկում էր գրավոր եւ իրենք գրավոր հարցին երկու հարց կար գրավոր։ Դուք այն ցուցմունքը, որ 16 թվին տվել եք, դեռ այդ ցուցմունքը ուժի մեջ է, թե փոփոխություն եք ուզում անեք։ Իրենք ասում էին, ոչ, ուժի մեջ է, փոփոխություն չենք ուզում անենք, հետեւաբար դատարան պետք չի գան, քանի որ իրենց ցուցմունքը, որ տվել են 16 թվին, նույնն է մնում։ Երկրորդ հարցը, որ իրենց տարվում էր այդ ծանոթագրում, որ դուք դեմ եք, եթե համաներումը կիրառվի այս խումբի նկատմամբ։ Դե իրանք եթե դեմ լինեն, պետք է գան դատարան։ Եվ քանի որ իրանք չեն ուզում գան դատարան, շատերը ասում էին դեմ չենք։ Ու մենք այսպես հասել էինք այն этаպի, որ մնացել էր 2 հոգի, որոնք տուժողներից, 100 քանի տուժողից 2 հոգի էր մնացել, որ պիտի պատասխանեին։ Այս երկուսը չէին պատասխանում։ Մեկը Եղիազարյանն էր, այդ նույն ոստիկանը, ով որ դեմ էր Վարուժան Ավետիսյանի խմբին, ոստիկանապետերից մեկը, մեկ էլ Օսիպյանը։ Այս ընթացքում Եղիազարյանը մահանում է, հետևաբար Եղիազարյանից այլևս պատասխան պետք չի պահանջենք, մնացել էր Օսիպյանը։ Եվ քանի որ իշխանությունները ասելով Նիկոլ Փաշինյանը ասենք, հասկացան, որ իրենք արդեն փակուղու մեջ են, չեն կարող Օսիպյանին երկար ժամանակ պահել, իրենք որոշեցին մի կեղտոտ գործողություն անել, որն էր, որ մեր դատավորին Արտուշ Գաբրելյանին, որը հաջորդ նիստը որ լիներ, արդեն պետք Օսիպյանին սանկցիա կիրառեին, որպեսզի իրեն բերման ենթարկեին զորով դատարան, որ նա գար դատարանում եւ ասեր դեմ է թե դեմ չէ։ Եվ այդ սանկցիան տալուց առաջ Արտուշ Գաբրելյանին ձերբակալում են կաշառակերության համար, իբր թե 12 թվին, փաստորեն 13 տարի առաջ իր ընկերը $10,000 կաշառք է վերցնում, որ այն նպատակով, որ հետո պիտի փոխանցի Արտուշ Գաբրելյանին եւ ըստ դատական process-ների ասում են, որ չի էլ փոխանցել։ Հիմա սա ես համոզված եմ, որ միտումնավոր արեցին, որպեսզի գործը գցեն հետ 8 տարի։ Ինչ եմ ուզում ասեմ սրանով։ Ինչպես ասում էի, մյուս խումբը արդեն 6-րդ թե 9-րդ դատավորն է։ Որովհետև Հայաստանի օրենքն է հին օրենսդրությամբ, հին քրեական օրենսդրությամբ, եթե դատավորը դադարում է իր գործողությունները, նոր դատավորը գալիս է եւ սկսում է 0-ից։ Փաստորեն 8 տարի մենք Արտուշ Գաբրելյանի հետ միասին 100-ից ավել մարդկանց ծանոթագիրային ուղղակի պատասխանը տվել դեմ չեն եղել, արդեն մնում էր, որ մի հոգի կամ բերման ենթարկվեր կամ էլ ասեր դեմ չեմ եւ հարցը փակվեր եւ մեր նկատմամբ կիրառեին համաներումը, բայց իրենք դա չարեցին։ Իրենք Արտուշ Գաբրելյանին դրեցին 2 ամսով կալանքի տակ, հետո է տնային կալանք, Արտուշ Գաբրելյանը դեռ իր աշխատավարձը կամ թոշակը ստանում է եւ հավանական է մի 2 տարի հետո գործը կկարչեն, Արտուշ Գաբրելյանը թոշակի գնա եւ կստանա իր դատավորի թոշակը, բայց իրենք այս կողմից մեր գործը 8 տարով հետցեցին։ Պարոն Եղնուկյան, մի փոքր հարց, դուք այսքան ծավալուն գիտեք դատական process-ներից եւ հասկանում եք, որովհետեւ դուք ինքներդ իրավաբան եք, այնպես չէ։ Խայտարակ իրավիճակում
ամերիկյան ոչ հայաստանյան այո Իսկ այս վերջերս չէ որ Եվրո դիտողների պատգամավորների այցելություն եղավ Հայաստանում։ Հարցեր կան ասում են արդյոք այս եվրոդիտողների այցը Սասնա ծռերի համար ինչ որ մի փոփոխություն է դատական process-ի համար ինչ որ մի ուղղություն կտա կամ ինչ որ մի ազդեցություն կունենա, կարծում եք չեմ կարծում, եթե որովհետև հրապարակորեն բան չի ասվել։ Եվ շատ եմ կասկածում, որ հրապարակորեն մի բան կասեն։ Բայց կարող է պատահի եկող պատգամավորներից մեկն ու մեկը հարցը բարձրացնի բան առանձին, ոչ թե հրապարակային։ Դա կարող է պատահի, չեմ կարող ասել։ Որովհետև չէ որ նրանք էլ տեսնում են եւ հասկանում են, որ նախ ինչպես կարող է кейսը այսքան տարի դեռ գնա, այդքան դատավոր փոխվի եւ ձերն էլ որ կցված է հենց Սասնա ծռերի գործով է նորից ձերն էլ վերջի վարքյանը որ արդեն պիտի համաներում լինի, ձեր դատավորն էլ փոխվի։ Ախր շատ պարզից էլ պարզ է, որ սրանք կազմակերպված գործեր են։ Այո, ես ասեմ, որ պարզից էլ պարզ է, բայց եվրոպացիները, ամերիկացիները ունեն այսպեսի մի մոտեցում, իրենք ասում են, որ մենք չենք խառնվում ներքին իրավական հարցերի մեջ։ Սա իրենց լոզունգային մոտեցումն է, այսպես ասած։ Իրենք բայց դա խախտում են, լինի ամերիկան, լինի եվրոպան կամ որից է մի երկիր, երբ որ իրենց համար քաղաքականապես դա պետք է։ Իսկ երբ է ըլլում իրենց համար քաղաքականապես պետք, որպեսզի իրենք խառնվեն եւ բարձրացնեն այդ հարցը։ Երբ որ իրենք ուզում են որից է մի իշխանության ճնշել, երբ որ իրանք ուզում են օրինակի համար Նիկոլ Փաշինյանին իշխանությունը ճնշել մի հարցում, իրեն ստիպել, որպեսզի ինքը մի բան անի, որ իրենք են ուզում, այն ժամանակ եվրոպացիները եւ ամերիկացիները Նիկոլ Փաշինյանի աչքն են կողում այդ բոլոր խախտումները, ասելով դու սա ես արել, սա ես արել, սա ես արել։ Այդ ժամանակ, այսպես ասած, double standard է, երկակի ստանդարտ, որտեղ մի կողմից ասում են մենք չենք խառնվում ներքին իրավական հարցերի մեջ եւ սա համարվում է իրավական։ Բայց երբ որ իրենք ուզեն, այս իրավականը դարձնում են քաղաքական հարց եւ երբ որ քաղաքական է դառնում, այն ժամանակ իրենք կարող են միջամտել ճակերտների մեջ։ Հիմա դրա համար ասում եմ, որ հրապարակներն ես չեմ կարծում, որ իրանք դա կանեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին այս պահին արևմուտքը, հավաքական արևմուտքը, այսպես ասած, փշի անելով ականջներից բռնած քաշելով տանում է դեպի Եվրոպա, հետեւաբար իրենք չեն ուզում ցնցումներ լինի եւ հարցեր լինեն, բայց միառժամանակ իրենք չեն կարող նաեւ ամբողջովին անտեսել։ Ես լսեցի մի այդ падգամավորի եվրոպական parlamenti падգամավորի ելույթը եւ ինքը բավական պարզ լեզվով հասկացրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը, այսպես ասած, կույր է եւ խուլ։ Եվ այդպես ելույթներ, դա հրապարակային ելույթ էր, ինքը ելույթ ունեցավ, բայց ինչպես ասեցի, չի բացառվում, որ հուլիսներում իրենք կարող է օրինակի համար արդարության նախարարին ականջին փսան մի քանի բան։ Այսինքն այդ խիստ դատողությունները, որ նրանք արեցին, որ տեսնում են եւ հասկանում են, որ ժողովրդավարությունը կարծես թե կործանվում է Հայաստանում, ոչ մի օգուտ կամ ազդեցություն չպիտի ունենա Հայաստանի կառավարության վրա, այդպես է դուրս գալիս։ Նայած թե դրա հետևանքները ինչ կլինեն, հետևանքների մասին դեռ չի խոսեցվում։ Այդ քննադատությունը, որ եղավ հրապարակային, դա դեռ մի սուայրում պետք ունի, բայց դա սկիզբ է։ Հիմա ամբողջ կախված է, այսպես համարենք, որ այդ քննադատությունը, որ եղավ հրապարակային, դա շանտաժ էր։
Եվրոպայի կողմից։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը այդ շանտաժին արձագանքի եւ դեպի լավ մի բան անի, կանցնի, եթե չանի, կարող է դա զարգանալ պատժամիջոցներով։ Դա է լինելու ամենաշատը։ Wow. Okay. Այն որ Հայաստանը այս իշխանությունները չեն կատարում իրենց Եվրոմիություն մտնելու պարտականությունները, դա փաստ է։ Իրենք նույնիսկ այս նոր պայմանագիրը, որ կնքեցին, որը շատ ավելի թույլ է, քան այն ինչ որ 13 թվին Սերժ Սարգսյանն էին առաջարկում, այս պայմանագիրը շատ ավելի թույլ է, բայց նույնիսկ այս թույլ պայմանագիր ասելով պահանջները ավելի քիչ են, ավելի թույլ են Եվրոպայի կողմից, բայց նույնիսկ սա Նիկոլ Փաշինյանի իշխանությունները չեն կատարում։ Իրեք այս բոլոր բարեփոխումները, որ այսպես ճակերտների մեջ բարեփոխումները, որ լինում են արդարության նախարարությունում, ոստիկանությունում, նոր ֆորմաներ, համազգեստներ, չեմ անում զենքեր, բաներ, գլխարկներ, որ առնում են իբր թե նոր տրեյնինգներ են անում եւ իրենք ավելի մարդկային են եւ այլն եւ այլն։ Հիմա գիտեք, չէ՞, ոստիկանները ամեն մեկը պլանշետով է ման գալիս, այս ոստիկանների ծախսերը, սովորացնելը, կուրսերը, բաները ամբողջ վճարում են Արևմուտքը, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան բարելավելու համար։ Հա բայց երբ որ այս բարելավելուց հետո նորից նույն վայրենի ոստիկաններն են մեջտեղ դուրս գալիս, եվրոպացիները ուրիշ չեն տեսնում են։ Բայց ինչպես ասեցի, արևմուտքի համար կարևոր է որպեսի Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնել, դա լինելով իրենց առաջնային խնդիրը, իրենք հանդուրժում են Նիկոլի պես ոչ ժողովրդավար ղեկավարի, որտեղ Նիկոլը լինելով ֆլուգեր, նա ազդվում է ամեն մի ճնշման, ազդեցության։ Հետևաբար, երբ որ նա գնում է Վաշինգտոնում ասում է ես դեպի Եվրոպա եմ գնում, ես դեպի Ամերիկա եմ, Ամերիկանի բարեկամն է եւ այլն, հետո էլ հաջորդ օրը վազում է Մոսկվա, Պուտինին ասում է, Պուտին ջան, ես ինչ որ Թրամփին ասեցի, սուտ էի ասում, ես քոնն եմ։ Այսպես ինքս խաղը հետ առաջ խաղալով ձգձգում է իր կյանքը։ Ինքը հասկանում է, որ իր կյանքը թելից է կյանքը հրաբերական իմաստով, քաղաքական կյանքը։ Իր կյանքը կախված է թելից, դրա համար ինքը այս ֆլուգերի պես հետ առաջ գնալով ժամանակ է շահում։ Բայց այս ժամանակը շահելը վերջո Ռուսաստանը այստեղից հեռանում է, այնպես որ այն բանը ինչ որ արևմուտքը ուզում է, որ այստեղ Ռուսաստանի ոդկա այստեղից հեռացնի, դա արդեն ինքնաբերաբար լինում է, որովհետև Ռուսաստանը այլևս չի կարող այստեղ իշխել։ Առաջվա պես։ Արևմուտքը այդպես ուզում է, որ Ռուսաստանը հեռանա, Ռուսաստանը հեռանում է, մենք գիտենք, բայց միևնույն ժամանակ մենք լավ գիտենք, որ Հայաստանի ղեկավարությունը, այս ապիկա ղեկավարությունը ավելի Թուրքիայի կողմն է թեքվում։ Ինչ է կարծում, ինձ թվում է օրինակ, որ Փաշինյանը լավ հասկանում է, թե ինչ է անում։ Նա լավ խաղում է իր դերը, լավ անում է իր հրամանները։ Միգուցե նա մասնավոր է անում, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարությունից դուրս է գալիս, որ Եվրոպան ձեռքերը լվանա, ասի, օքեյ, գնացեք, ինչ ուզում եք արեք, միգուցե դրա համար մասնավոր է անում։ Այո, մասնավոր է անում, մենք պետք է հասկանանք նաև թե ինչու է մասնավոր անում, որովհետև Փաշինյանի պես ավտոկրատը, որը մղումներ ունի դեպի դեսպոտ դիկտատորի գնալ, այդ ճամփի վրա է ինքը, այդպիսի ղեկավարները չեն կարող երկար ժամանակ ընդունվել արևմուտքի կողմից։ Արևմուտքը կարող է իր շահերից ելնելով
աչքը փակի որոշ ժամանակ, բայց այդ որոշ ժամանակը չի կարող մնայուն լինել։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը իրեն կարիք ունեն միայն բռնապետական երկրները։ Հետևաբար ինքը հասկանալով, որ Ռուսաստանը բռնապետական մի երկիր, որին ինքը ենթարկվում է առաջ, հեռանում է, եւ այդ հեռացող Ռուսաստանը հասկանալով, որ ինքը այլևս այստեղ շանս չունի, նայում է այնպես անել, որպեսզի ինքը որ հեռանում է, փոխանցի Հայաստանին իրեն ավելի հարմար մեկ ուրիշ բռնապետի։ Այդ մեկ ուրիշ բռնապետական երկիրը Թուրքիան է։ Հետևաբար Թուրքիան եւ Ռուսաստանը երկուսը բռնապետական երկրներ Նիկոլ Փաշինյանին հարմար տերեր են։ Ինքը չի կարող ծառայել դեմոկրատական երկրի, ինքը միայն կարող է ծառայել բռնապետական երկրին եւ բռնապետական երկիրը ղեկավարը իր կյանքը ապահովում է երկարատևությունը, որովհետեւ իրենց համար ձեռնտու է Նիկոլի պես մեկը, ով որ կատարում է բոլոր հրահանգները։ Եվ այստեղ է որ Նիկոլ Փաշինյանը արդեն բացահայտ երևում է, որ սկզբից երբ որ ինքը Ռուսաստանի մարդն էր, հիմա արդեն կամաց-կամաց, ոչ թե կամաց-կամաց, կարանք ասել նաև շատ արագ ձևով դարձել է Թուրքիայի մարդը։ Իսկ ինքը Թուրքիայի մարդը դառնում է Ալիևի միջոցով, այստեղ միջնորդը կամ ուղիղ հրահանգները տվողը ոչ թե Էրդողանն է, այլ թե Ալիևն է։ Նաև ինչպես գիտեք Ալիևի մուխտին իրենց Փաշազադեն ասում է որ հայ եկեղեցին ռևանշիստական եկեղեցի է, նրանց պետք է արմատախիլ անել, Նիկոլ Փաշինյանը անցնում է գործի։ Շատ ուղիղ հարցակում հիմա գնում եկեղեցու վրա։ Ուղիղ հարցակում։ Դերակալել այսքան սարկավակ, ինչպես սա սխալ բան է, հարցակումը եկեղեցի վրա, իսկ ինչ պիտի անի լավ ժողովուրդը, չէ որ այսպես ուր ենք գնում, ուր է տանում երկիրը։ Միթե ժողովուրդը պետք է աչքներս փակենք, սպասենք թե մինչև երբ պիտի տանի Փաշինյանը եւ ուր պիտի սպասենք թե ինչ է գալու մեր գլխին։ Դες նոր օրենք էլ ահելել, որ արդեն արտասահմանից առանց նոտարիոսի կարող են անշարժ գույք գնել Հայաստանում։ Իսկ ով պիտի ավելի անշարժ գույք գնի Հայաստանում արտասահմանից։ Դա բարձից էլ բարձա, որ այդքան հայ չկա, ինչքան որ մեր թշնամին է ամեն կերպ ուզում, նրանք են սիրում հողը, նրանք են ուզում ամեն կերպ վերցնեն ինչքան հող կարող են։ Նայեք, հենց դա է հարցը, որ օրենքները, որ անցկացնում են, իրենք տանք ներկայացնում են որպես լավ նպատակի համար։ Ասել են, թե սփյուռքահայերը պետք չի գան Հայաստան, կարող են մի անգամից հերվից գնել։ Իբր թե լավ բան են անում, որ սփյուռքահայերը կարողանան գնեն։ Բայց ձեր ասածին բոլորի մոտ կա հիմնավոր կասկած, որ սա ոչ թե սփյուռքահայերի համար է, այլ հենց թուրքերի եւ ադրբեջանցիների համար։ Նայեք, նույնիսկ տարածվեց խոսակցություն, որ Թուրքիայից չեմ անում ինչքան քաղաքացի Հայաստանի քաղաքացիություն է վերցրել։ Բայց իշխանությունները նույնիսկ չեն էլ ասում, չնայած որ դա ճշմարտություն է, բայց չեն ասում, որպեսզի ժողովրդի մեջ այդ վախը մտնի։ Իրենք միտումնավոր ժողովրդին վախեցնում են, որ այդ Թուրքիայի քաղաքացիները, որոնք Հայաստանի քաղաքացիություն են վերցրել եւ քաղաքացի են եղել, երևի 100%-ով հայեր են։ Ես ինքս բարեկամներ ունեմ Թուրքիայում, Ստամբուլ են ապրում, որոնք Հայաստանի քաղաքացիություն են վերցրել եւ քաղաքացիություն։ Բայց նայեք իշխանությունները չեն ասում սա, իմանալով հանդերձ, որ այդ քաղաքացիները, Թուրքիայի քաղաքացիները, որ դարձել են Հայաստանի քաղաքացի, իմանալով հանդերձ, որ նրանք հայ են ազգությամբ,
չեն ասում, որպեսի ժողովրդի մեջ այդ վախը մտնի, որ հեսա թուրքերը գալիս են քաղաքացիություն են վերցնում եւ շուտով Հայաստանում թուրքերը ավելի շատ են լինելու, քան թե հայերը։ Հիմա այս նույն բանով էս բնակարանի հարցն է։ Իրենք, ինչպես ասեցի, փաթեթավորում են որպես սա, որպեսզի սփյուռքից մարդիկ կարողանան գան, սփյուռքահայերը կարողանան գան, բայց չեն հերքում այն խոսքերը, որ օտար երկրացին է կարող է գա։ Ինչու՞ չեք օրենքի մեջ մտցնում, որ այո օտար երկրացի հայ ազգությամբ քաղաքացիները կարող են առնել։ Այդ հայ բառը մտցրեք մեջը եւ հարցը կլուծվի։ Ոչ մեկ էլ կասկած չունենա, որ հայերն են միայն գալիս, բայց իրենք չեն մտցնում դա, որպեսզի մարդկանց մոտ այդ վախը առաջացնեն։ Հիմա որոշ չափով պանիկա է։ Այն որ լսում էի մի կնոջ, ով ասում է, ես ասում եմ, ապտի արդեն Հայաստանից գնամ, ասում եմ, ես այդտեղ չեմ ապրի, ասում եմ, եթե այդտեղ թուրքեր գան։ Այս վախը մտցնում են դիտմամբ։ Օրինակ մենք գիտենք, որ ոչ մի հայ Թուրքիայում չի կարողանում անշարժ գույք գնել, որտեղ իրանց օրենքը չի թույլատրում։ Չգիտեմ, միգուցե ժողովուրդը պետքա Չէ, դա այդպես հայ ասելով Հայաստանից, ուրիշ տեղից, բայց Թուրքիայի քաղաքացի հայերը կարող են գնել։ Մենք դրսից չենք կարող։ Մենք դրսից չենք կարող, այո։ Խոչընդոտներ կան, իմիջայլոց այդ խոչընդոտները այնպես չի գրված, որ հայը չի կարող գնել։ Իրենք տարբեր ներքին կարգով այնքան խոչընդոտներ են անում, որ դու չկարողանաս գնել։ Խայտարակություն։ Այսպեսի հարց է տվել օգտատերերից մեկը, սա արդեն կլոր սեղանի վերաբերյալ ասում է, ինչու են ինչ ընթացքի մեջ է կլոր սեղանը, ինչպիսի մարդիկ են ներկա գտնվում այնտեղ եւ հարցի մեջ նշмарում է նաեւ Տիգրան Խզմալյանը, ասում է ինչու է նրա նման անձնավորությունը կլոր սեղանի մեջ, ինչու ենք մենք որպես VVR-ի անդամներ ընդունում դա։ Ինչ կարող եք ասել կլոր սեղանի մասին։ Ես ճիշտ ասած չէի իմանում, որ Տիգրան Խզմալյանը կլոր սեղանի մեջ է, երբ է ներգրավվել, նոր է ներգրավվել։ Որտեվ սկզբից չկար։ Հա, չէ։ Հա, չեմ իմանում ճիշտ ասած, ծանոթ չեմ կարող ասել։ Եկեք նայեք, կլոր բևերը, հա, բևերը Խզմալյանը մի կլոր սեղանին է եղել։ Ինչպես։ Հա, խառնել է մեր օգտատերը։ Որ կլոր սեղանին է եղել։ Մեկ հատ ուրիշ կլոր սեղան էր եղել, երևի այնտեղ է եղել, հա, մեր օգտատերը։ Կարող է պատահել։ Հա, ես ցանոթ եմ։ Այն կլոր սեղանը, որին VVR-ը մասնակցում է, եւ ոչ թե միայն մասնակցում է, այլ թե ինիցիատորն է, այսպես ասած, սկիզբն էր դրել, այդ կլոր սեղանը արդեն եթե չեմ սխալվում 5-րդ կամ որորդ նիստն են, որ արդեն անում են, ես անձամբ չեմ մասնակցում, քանի որ խորհրդից արդեն 3-ից 4 հոգի մասնակցում են, դա այնպես չլի, որ VVR-ն է ամբողջ միայն այդ կլոր սեղանում, մենք նաև շատ զգուշավոր ենք, որպեսզի այդպեսի պիտակներ չդնեն մեր վրա, որ մենք սա ենք անում կամ նա ենք անում։ Կլոր սեղանը բավական լայն սպեկտրում ունի, տարբեր քաղաքական ուժեր կան այնտեղ ներկայացված եւ անձնավորություններ։ Կլոր սեղանի մասնակիցները մենք չենք, որ որոշում ենք ով պետք է լինի, դա արդեն այս этаպում արդեն արվում է հրավերով, ով որ արդեն մասնակից է։ Հետեւաբար, այսպես կարանք ասենք, սկզբում VVR-ը ուներ ավելի խոսք թե ում հրավիրեն սկզբից, բայց երբ որ արդեն 1, 2, 3 անգամ կլոր սեղանը արդեն ստեղծվեց եւ այնտեղ տարբեր աշխատող խմբեր են ստեղծվել, մեկը հայտարարություններով է զբաղվում, մեկը հրավերներով, հետեւաբար այդ հրավերները արդեն լինում են ամեն մի ներկան ուրիշ ում է հրավերում։
Եվ ստեղ ավելի ժողովրդավարական մոտեցում է եւ նույնիսկ եթե Տիգրան Խզմալյանը մասնակցի, այնպես չէ որ մենք կարող ենք կամ կուզենանք փակել ճանապարհը դա դրա վերաբերյալ թե ինչպես է դա կազմվում, իսկ գործունեությունը կլոր սեղանի ես անձամբ բավական գոհ եմ եւ անգլերեն ասած pleasantly surprised անակնկալ ուրախացած եմ, որ իրենց գործունեությունը բավական արդյունավետ է եւ այդ արդյունավետության պատճառը նա է, որ որակը մարդկանց, որ հավաքվել են այդ կլոր սեղանում, լավ որակի մարդիկ են։ Մարդիկ, որոնք չեն կարող ասել, դες մարդը ինչպես որ Քրիստոսն է ասել, ով որ անմեղ է, թող առաջինը քարն նետի, հիմա այդպեսի մարդ չկա աշխարհում, որ մի բան սխալ արած չլինի, բայց հարաբերական իմաստով շատ որակյալ մարդիկ են հավաքված։ Որակյալ այս դեպքում հայրենասեր, հայրենիքի ցավով տառապող մարդիկ։ Եվ դա ամենակարևոր բանն է, հայրենասեր եւ հայրենիքի ցավով տառապող, որտեղ այդ մարդը տառապում է այդ ցավով, ինքը անձնական շահը դառնում է արդեն 10-րդական տեղը։ Դա շատ կարևոր է, բայց գիտեք իշխանություններում մարդիկ են մտնում, որտեղ անձնական շահի համար պաշտոն է փնտրում, որտեղ պաշտոնը նշանակում է ինքը անձնական շահ ունենա։ Սա հակառակ պատկերն է, էլի ինչ որ կլոր սեղանում են մարդիկ, որոնք ապացուցել են իրենց կյանքով, որ իրենք իսկապես հայրենասեր են եւ տառապում են հայրենիքի ցավով։ Դա շատ լավ բան, ճիշտ բան ասեցիք, ես ուրախ եմ իհարկե, որ նման մարդիկ են հավաքվել, փաստորեն մենք ունենք դեռ սրտցավ մարդիկ, իսկապես հայրենատեր մարդիկ, որ իրենց շահերը դնում են կողքի հայրենիքի համընդհանուր գաղափարի փրկության համար։ Բայց պարոն Եղնոկյան, իսկ կարծում եք չենք ուշացել, կարծում եք մի օգուտ կբերի, մի լավ տեղ կտանի այս կլոր սեղանը, ինչ եք կարծում, որտեղ ամեն օր այնքան արագ առաջ ընթանում է սխալ բաները, հայրենակործան իրադարձությունները, որ չենք հասցնում հետևենք։ Կարծում եք մենք չենք ուշանում։ Գիտեք, երբ որ ինձ հարց են տալիս, էսի երբ անեմ, օրինակ մեկին մի բան եմ ասում, որ անեն, ասում եմ երբ անեմ, ասում եմ 3 դա ամերիկյան դարձվածք է որոշ շապով, այո, մեր անելիքը պետք է 3 արածել էինք, այդ տեսակետից ուշացել ենք, բայց միաժամանակ այնպես չէ, որ մենք վերջ, օրինակ ես լսում եմ շատ ժամանակ մարդիկ հայտարարում են, որ 26 թիվը լինելու է Հայաստանի վերջը եւ այլն, ես չեմ ուզում կներեք ես բարի համար արխային լինել, որ ոչ, ամեն ինչ լավ է, հարց չկա, ոչ, այդպես չէ, հրատապությունը կա, տագնապը կա, բայց այդ բացասական մոտեցումը, որ վերջ 26 թվին Հայաստանը այլևս չի լինելու կամ 27 թվին կամ ինչ որ այ կամ հեսա սենց ենք, ես դա չեմ ընդունում։ Մարդիկ ասում են մենք անդունդի եզրին ենք, ես ասում եմ ոչ, մենք արդեն անդունդում ենք։ Արդեն ընդեղ ենք, բայց մենք ավելի վատ վիճակում ենք եղել 15 թվին, 1915 թվին, որպես ազգ, շատ ավելի վատ վիճակում ենք եղել, և մեր ազգը կարողացել է ինքը իրան հավաքել, իրան թափ տալ և դուրս գալ, իմիջիայլոց 15 թվից հայերը մինչև խելքի գլուխն եկան, 65 թվին էր, որ հայերը 50 տարի տևեց խելքը գլխի գալուց, այդ փոսից դուրս գալու համար։ Մենք 65 թվին ունեցանք, գիտեք, Եղեռնի ցույցը Երևանում, որտեղ մարդիկ հողեր էին պահանջում,
Չէին ասում ճանաչում, մանաչում, չեմ անում ինչ, հողեր, սա էր Պես սկսեց վանգարկում։ փոխվեց ամեն ինչը։ Այո, Փոխեց- չէ, սովետը KGB-ն փոխեց ամեն ինչը, այնպես արեցին, որ նույնիսկ Սփյուռքի վրա ազդեց KGB-ն, որտեղ հողերի պահանջը եւ այրան պահանջի փոխարեն սկսեցին ճանաչում պահանջել, որը տուպիկային բան է, հա, ճանաչեցին հետո Եվ անհետ, որովհետև հենց պատերազմի վերջում արդեն ճանաչել էին, չէ՞ որ ստորագրել պահանջատերությունը մոռացան։ Ամենակարևորը նա էր, որ ասել, որ 15 թվի Եղեռնի հետևանքները, ուզում ենք ավելի կուլտուրական լեզվով ասենք, չէ՞, չասենք պահանջ հողեր եւ այլ, ասում ենք 15 թվի կատարած ցեղասպանության հետևանքները վերացնել։ Հիմա երբ որ ցեղասպանության հետևանքները վերացնել բառը կապակցությունն ես օգտագործում իրավաբանորեն ընդունելի, վերացման մեջ մտնում է հողեր, մտնում է այրանգին, մտնում է ամեն ինչ։ Եվ գիտեք, մենք ունենք բոլոր իրավական գործիքները կամ զենքերը, որոնք կարող ենք օգտագործել, բայց այս իշխանությունները եւ ոչ թե միայն այս իշխանությունները 30 տարի իրենք չեն օգտագործում։ Սկսված Լևոն Տեր-Պետրոսյանից, որ ուղղությունը Սկսված Լևոն Տեր-Պետրոսյանից չեն օգտագործում եւ դա միտումնավոր է արվում, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան իրենք հայրենասեր եւ հայրենիքի ցավով չեն տառապում։ Իրենք իրենց աթոռի համար են անում, իսկ իրենց աթոռը իրենք ստացել են իրենց տերերից։ Տերը ով էր? Ռուսաստանն էր։ Հիմա հանձնում փոխանցում է կատարվում, Ռուսաստանը հանձնում է Թուրքիային։ Առաջ մենք գուբերնիա էինք եւ Նիկոլ Փաշինյանը ինքն է խոստովանում, ասում է մինչեւ 21 թիվը ֆորպոստ էր, եւ հետեւաբար ինքը գուբերնիայի գուբերնատորն էր։ Հետեւաբար կոլաբորացիոնիստ էր։ Իր ընդունալով, հետեւաբար ինքը գործակալ էր, հետեւաբար ինքը դավաճան էր, իր բարերով ինքը ընդունում է եւ հետեւաբար մինչեւ 21 գոնե 21 ասում, չէ՞ լավ, ասենք թե ընդունենք իր 21 թիվը։ Ուրեմն փաստորեն մինչեւ 21 թիվը այն մույս 3-ն էլ են նույնը եղել։ Հիմա չի ասում մի բան, հիմա պետք է երևի մի 10 տարի հետո խոստովանի, որ 21 թվից հետո ես դարձա վիլայետի սուլթանը։ Էրմենիստանի սուլթանը։ Բայց այդքան խոստովանում անորից ժողովուրդը ես հավատում եմ, վստահ եմ, որ հայ ժողովուրդը շատ խելացի ժողովուրդ է, բայց չգիտես ինչի մարդ իր բերանով խոստովանում է իր արած հանցանքները եւ մեր ժողովուրդը ներում է եւ ասում լավ Ես դրա ես չեմ կարող դա բացատրել։ Ես բացատրում եմ, սա իհարկե իմ մոտեցումս է եւ չեմ կարող պնդել, որ ճիշտ մոտեցում է, բայց առաջարկեմ։ Ես բացատրում եմ հետեւյալ ձևով։ Հայերը լինելով շատ տաղանդավոր ժողովուրդ եւ ամեն ինչի մեջ, որ իրենք մտնում են ինչ գործել որ լինի, իրենք շատ լավ են կատարում։ Ես մի օրինակ բերեմ, մենք ունենք թարգմանչած տոն, չէ՞։ Կրոնական տոն է։ Ինչի համար, որովհետեւ մենք եղել ենք աշխարհի թարգմանիչը շակերտների մեջ են վերցնում, ինչ իմաստով մենք Չինաստանից մինչև Հոլանդիա եղել ենք այն վաճառականները, որ եւ այն ժամանակվա վաճառականները նաեւ քաղաքագետներ էին, դիպլոմատ էին, նրանք գիտեին ինչպես խոսեն արաբի հետ, ինչպես խոսեն չինացու հետ, ինչպես խոսեն հոլանդացու հետ, անգլիացու հետ ինչպես հարաբերվեն, իտալացու հետ ինչպես մենք եղել ենք առաջի գլոբալիստները, այսպես ասած, որ հիմա գլոբալիստ վախեցած են այդ բառից, հայերը եղել են առաջի գլոբալիստները, հрьяաներից ավելի ուժեղ։ Հрьяաները մեր տարածումը եւ մեր գործնեության չափ չեն ունեցել։ Դրա համար հрьяաները Օսմանյան կայսրության ժամանակ եկան որպեսի հայերին հանեն, որ իրենք մեր տեղը նստեն եւ որ հաջողություն ունեցան որոշ չափով։
եղերն էլ դրա ապացույցը եւ այդ հայերը ուրիշ ազգեր հասկացան, որ մենք վտանգավոր ժողովուրդ ենք մանավանդ հասկացան այն ազգերը կամ այն պետությունները, որոնք կայսրություն էին, որոնց մեջ մտավ Հայաստանը։ Լինի դա օսմանները, լինի դա ռուսերը, լինի դա պարսիկները կամ լինի դա արևմտյան նոր կոլոնիստները։ Օրինակի համար Լորենս Արաբյան ասում էր, որ հայերը վտանգավոր են, որովհետև դուք հայերին մի քիչ ոդտեղ տակ նրանք բոլորին կաշխատացնեն։ Այդպես էլ կա։ Սա գովալու բան չեմ ասում որպես ես նկարագրում եմ մեր կերպարը, բայց ինչ արեցին մի 1000 տարի մեզ իշխող կայսրությունները։ Լինի դա պարսիկներից սկսած, հռոմեացիներով կամ արևմուտքով վերջացած։ Նրանք մեզ տվեցին հնարավորություն բիզնեսի մեջ զարգանալ, բայց ասին որ գիտեք ինչ, դուք գործ չունեք քաղաքականության հետ։ Այն որ հիմա հայերը ասում են, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ դրա հետևանքն է, որովհետև մեզ 1000 տարի է ասել են քաղաքականությամբ մի զբաղվեք։ Բարևտուր արեք, գնացեք, ինչ ուզում եք արեք, բանկիր եղեք, դոկտոր, փաստաբան եւ այլն, բայց քաղաքականությամբ մի զբաղվեք։ Թուրքիան մի բան էլ ավելացրեց, որ օրինակ ռուսական կայսրությունը չարեց։ Թուրքիան նաև մեզ բանակ չէր ընդունում, որովհետև նա հասկանում էր, որ հայ ձեռքը զենք է եղավ, վտանգավոր հայ է։ Հետեւաբար այն որ ասում են թուրքերը, որ հայերը բանդաները եկան, սպանեցին, գյուղեր ոչնչացրեցին, Անդրանիկ Փաշայից դողում էին կամ Չավուշից էին դողում, որովհետև այդ դրանք ոչ թե բանակ էին, այդ իսկականից խմբավորումն էին։ Դուք պատկերացնում եք մի 100 հոգի Անդրանիկ Փաշայի զորքից դողում էին իրենք։ Պատկերացրեք, եթե մենք զորք ունենայինք կանոնավոր, այդ դրանից վախենում էին։ Իմ երկու պապս թուրքական բանակում են ծառայել։ Մի պապս փախել է, իրան տվել են ռաբոչի բատալյոն կոչված է, աշխատանքային, փախել է Բուլղարիա, մյուս պապս ծառայել է նույնիսկ ոսկե ժամացույց է բանալը, հետո էլ անցել է բուլղարների կողմը, կռվել է բուլղարական բանակում թուրքերի դեմ։ Երկու կողմից է կռվել է։ Մի խոսքով չէին ուզում հայերը բանակում ծառայեն, որովհետև վախենում էին։ Այս դրա հետևանքը մեզ անգլերեն բառը օգտագործեմ, մեզ condition են արել, մեր ուղեղը լվացել են 1000 տարի, որ մենք քաղաքականությամբ չզբաղվենք։ Եվ սրա հետևանքն է, որ մեր ժողովուրդը քաղաքականապես կներեք ես բառի համար, բայց ուրիշ բառ տգետ է, քաղաքականապես լավ, տհաս է ասեմ, ավելի թեթև բառ, տգետից։ Այնքան է վատ բառ չի, բայց դա է փաստը, որովհետև դրա հետևանքը մենք տեսնում ենք այսօր։ Իսկ գիտեք, իդիոտ բառը հունարեն նշանակում է այն մարդը, ով որ քաղաքականությամբ չի զբաղվում, որովհետև հին Հունաստանում բոլոր ազատ քաղաքացիները, ոչ ստրուկները, պետք է քվեարկեին, իրենք պետք է մասնակցեին ժողովրդավարության ընթացքում։ Ինքը չէր կարող ասել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, Արիստոտելն է թե Պլուտոն է, չէ, ասում էին, ընտրի, ում ես ուզում, Արիստոտելին թե Պլուտոին, հետեւաբար դու պետք է իմանայիր երկուսի մասին է, որ կարողանայիր ընտրություն անեիր, որովհետև ընտրությունը միայն քվեարկություն չէ, ընտրությունը գիտակցված սովորած դու այդ մարդուն ուսումնասիրել ես, գիտես ինչ է ասում, իր ծրագիրը, իր նպատակները, եթե ինքը խոստում է տալիս եւ չի կատարում, հաջորդ անգամ դու իրան չես ընտրում։ Եվ հետեւաբար իդիոտները նրանք են, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Հիմա մեր հայրենակիցները, որ ինձ լսում են, թող չնեղանան։ Եթե դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, դուք իդիոտ եք։
զբաղվեք, որպեսզի քաղաքականությունը ձեզնով չզբաղվի։ Այո, այո։ Այո, շատ լավ ասեցիք, պարոն Եղնոկյան, ես էլ ուզում եի հարցնեի ինչ խորհուրդ կտաք մեր քաղաքացիներին, որ լսում են, բայց դուք արդեն տվեցիք այդ խորհուրդը, ամենաճիշտ խորհուրդը։ Ամենաճիշտ Գիտեք, ամերիկացիները մի հատ լավ խոսք ունեն, ամերիկացին ասում է, որ առավոտ ասում է, երբ որ դու որոշում ես ham and eggs ուտել թե bacon and eggs, ասում է դա ասում է քաղաքական որոշում է։ Այո, որտեղ դու որոշում ես Ը, կայ։ Դու որոշում ես կայացնում, չէ՞։ Հիմա կարող է այդ bacon-ը դու մուսուլման ես, bacon չես ուտում։ Քաղաքական որոշում է։ Կամ ձվերը ասենք թե գալիս են Կանադայից, իսկ դու Կանադայի ձվերը չես ուզում ուտես։ Քաղաքական որոշում է։ Ասկամ որ հարցնում են, ասում են ինչ կարող ես անել, ասում ես ամեն ինչ, ոչ, ամեն ինչ չէ։ Ինչ կարող ես անել, որոշի։ Որտեղ դու պետք է իմանաս ուր ես գնում, ինչ պիտի անես։ Եթե դու ուղղակի ամեն ինչ, նշանակում է ոչինչ։ Ոչ մի բանի մասնագետ չես։ Դե ամեն ինչի մասնագետը սրվում է ոչ մի բանի մասնագետ չես։ Specialization, այսպես ասած, Միացյալ Նահանգներում specialization-ը շատ ընդունված բան է, չէ՞, ամեն մարդը մասնագետ է։ Իսկ Հայաստանում օրինակ, մենք դեռ գնում ենք այսպես ասած ընդհանուր։ Հայերի մեծամասնությունը գիտի, թե ոսկի գինի ինչքան է այսօր։ Գիտեն թե անշարժ գույքի ինչքան է, գիտեն ինչպես բետոն թափեն, գիտեն ինչպես ամեն ինչ գիտեն հայերը։ Ամեն ինչ քիչ մի քիչ։ Ամեն ինչ գիտեն, բայց չեն մասնագիտացել։ Սա է հարցը։ Ուրեմն պետք է հայրենիքը, որտեղ մասնագետներ պիտի ունենանք։ Մասնագետներ եւ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բոլորը։ Քաղաքականությամբ ամեն դեպքում միշտ պետք է զբաղվենք։ Որպես ունենանք ամուր հայրենիք։ Այդպես է։ Եվ գիտեք, քաղաքականությունը, որ ասում են, քաղաքականությունը պոռնիկություն է, պոռնիկներ են, չեմ անում, ինչ են, դա այդպես չէ։ Դրան են պատասխան տվել։ Ասել են նույնիսկ ամերիկյան բան պիտի ասեմ, դարձված պիտի ասեմ, ասում են քաղաքականությունը ամենա պատվավոր գործն է, որովհետև քաղաքագետ մարդը կամ քաղաքականությամբ զբաղվող մարդու նպատակն է իր ժողովրդի բարեկեցությունը լավացնելն է։ Սա է նպատակը քաղաքականության, բարեկեցություն լավացնելը։ Բայց երբ որ քաղաքականության մեջ մտնում են պոռնիկներ, քաղաքականությունը դառնում է պոռնիկություն։ Համար մարդիկ են, որ դարձնում են դա այդպես, ոչ թե դա այդպես է։ Այո, այո։ Նույն բանը եկեղեցու համար կասեի։ Եկեղեցին Իհարկե մարդիկ են, որ աղավաղում են, չի նշանակում աղավաղում են, ոչ թե եկեղեցին, այո։ Այո։ Դե լավ, պարոն Եղնոկյան, շատ շնորհակալություն այս շատ հետաքրքիր խոսակցության համար։ Իհարկե շատ երկար կգնանք, բայց ինձ արդեն ասում են, որ ժամանակը հասել է ավարտին։ Նախքան ավարտելու ուզում եմ նաև մեր դիտողին հիշեցնել, որ պետք է կանգնենք սատար սասնածառերին, մեր ընկերներին, որոնք բանտում են։ Հաղորդումից հետո մենք կդնենք լինքը ներքևում, խնդրեմ գնացեք եւ բերեք ձեր աջակցությունը, ձեր մասնակցությունը այս սրբազան գործին, քանի որ նրանք մեր կարիք ունեն եւ հայրենիքը մեր կարիք ունի։ Դե լավ, բարի գիշեր, պարոն Եղնոկյան, եթե դուք ունեք եւս երկու Ես սասնածրերի վերաբերյալ աջակցությունը ասեմ ինչումն է բաղկանում, այս վերջի 9 տարիներին մեր աջակիցները մեզ միշտ օգնել են ֆինանսապես, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրները լուծել առանց հատուկ խնդրանքի սասնածրերի աջակցության համար։ Դա արվել է։ Իսկ ինչու հիմա առանձին է արվում, որովհետև մենք եկել ենք այն этаպի, որ հիմա բավական իրավական գործողություններ են կատարվում սասնածրերի վերաբերյալ, նույնիսկ համանդական դատարան դիմելու եւ տարբեր ուղղություններով աշխատելու, եւ դա բավականին ծախսատար է եւ միաժամանակ հասկանանք, որ մենք ունենք
կանոնավորված բանտարկված մեր սասնածրերի, որոնք ունեն առողջական խնդիրներ եւ ընտանիքների, այսպես ասած, տղամարդիկ են, ընտանիքներն էլ զրկված են իրենց տղամարդուց, մենք ունենք այնտեղ կանոնավորված լինելով մենք դիմում ենք մեր աջակիցներին եւ հայրենակիցներին, որպեսզի սատար կանգնեն բանտում գտնվող մեր սասնածրերին։ Այո, միանում եմ ձեզ։ Շնորհակալություն շատ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։ Սեսու։